Միջին չափի քրոսովերները առհասարակ ավելի պոպուլյար են, քան սեդանները, ամենագնացները, ու դրա համար ամեն մեքենայի բրենդ փորձում է այդ սեգմենտում ունենալ ինչ-որ մոդելների շարք։ Եվ ես շատ եմ նկատել, որ կոմենտներիս մեջ մարդիկ հետաքրքրված են եղել Lexus-ի քրոսովերներով։ Եվ այսօր ձեզ համար պեղել եմ 2021 թվականի Lexus NX 300 հիբրիդ տարբերակը։ Եվ տեսնենք, թե ինչ է ինքը իրանից ներկայացնում։ Ոյ, ստրիդը ֆորֆորում, աստ կարան Counter Strike էլ խաղանք, հա։ Այս Lexus-ի Bolt-ը տենաս ինչ արժի։ Եթե դուք փողոցներին մի օր Lexus-ին ճամփատակ ու ինքը ձեզ շնորհակալություն չասի, իրան կարելի է ուղղակի թաց տրապկայով ծեծել։ Ռեզինը հելավ, Toyota-ն միտե պետք է երևար, թե չէ։ Բարև բոլորին։ Տվյալ մեքենան 2021 թվականի Lexus NX 300 հիբրիդն է, F-Sport կոմպլեկտացիայով։ Այն ունի 2.5 լիտրանոց բենզինային 4 մխոցով full հիբրիդային շարժիչ 194 ձիաուժ հզորությամբ, որը չունի առանձին հոսանքով լիցքավորելու հնարավորություն, այն ուղղակի կուտակում է հոսանքը հենց բենզինային շարժիչից ռեկուպերացիայի միջոցով եւ երբեմն կարող օգտագործի միայն հոսանք, կախված ընտրված ռեժիմից։ Փոխանցման տուփը ECTV հայավարի ասած վարիատոր 0-100 կմ/ժ արագությանը այն հասնում է 3.9 վայրկյանում, անվահեծերը 18 դյույմ, գետնից բարձրությունը 185 մմ է, մեքենայի երկարությունը 4 մետր 64 սանտիմետր, քաշը 1 տոննա 785 կիլոգրամ։ Բենզինի ծախսը քաղաքում կազմում է 7.5-ից 10 լիտր 100 կիլոմետրին, իսկ մայրուղում 6-ից 7 լիտր։ Կոմպլեկտացիաները լինում են եւս 3-ը, բազային, պրեմիում եւ լյուքս։ Իսկ շարժիչների տարբերակները լինում են ամբողջությամբ բենզինային, 2 լիտր 150 ձիաուժ հզորությամբ եւ 2 լիտր տուրբոյով, որը ունի 238 ձիաուժ հզորություն։ Շատերը տեիք ուզել Lexus NX եւ ահա նա այս սիրուն տեսարանում։ Այս մեքենան իր չափերով մոտ է BMW X3-ին, Audi Q5-ին, բայց իրանց հետ համեմատելը անիմաստ է, որտեվ իր ուղակի կոնկուրենտներն են Volvo CX-60-ը, Land Rover Freelander-ը, նույն ինքը Discovery-ին, ու ասեմ ավելին, իր ներսում խորը ներսում թաքնված է Toyota RAV4-ը։ Բայց քանի որ ինքը Lexus է ու դուք իրան պետք է ավել փող տաք, արտաքինը նենց են փոխել, որ դուք ընդհանրապես չջոգեք, որ իրա ներսում Toyota RAV4-ը, ու ասեմ ավելին, ոչ թե տվյալ 2020-21 թվի RAV4-ը իր ներսում, այլ մի սերունդ հին RAV4-ն է։ Բայց շատ պետք չի տխրել, որտեվ իր ընթացքային մասի վրա լիքը փոփոխություններ են արել, որով ինքը իր պահվածքով զգալի տարբերվում է Toyota RAV4-ից, ուրիշ են պրուժինները, ամորտիզատորները, ստաբիլիզատորի ստոյկեքը, նույնն է ընդամենը պլատֆորման ու չափերը։ Ունենցա, որ ճանապարհի վրա էլ իր պահվածքով ինքը Toyota RAV4-ից էական ավելի ստաբիլ է պահում, եթե դի կարելի է ստաբիլ անվանել, բայց ինչևէ։ Հիմա տեսնենք իր բարձրությունը ինչքան է, հա, այս 15 սանտիմետրանոց բորձուրն է, ու ստեղ 18 սանտիմետր մենք կոնկրետ տեսնում ենք, որ ունի բարձրություն, այս դիմացով հանգիստ կարակ մոտենակ ուր ուզեք, շատերին էսի դուր չի գալի, որ ասես բռութը սենց թեքած է վերև, բայց եթե այս նրա համար արած, որ դուք այս սենց տեղերով հանգիստ մտնեք դուրս գաք ու ոչ մի տեղ ձեր թանկ Lexus-ային բամպերը չխփեք, ինչ է սա, տեսեք ոնց է ու հանգիստ կարակ բորձուրներին մոտենակ, ոչ մի բան չի լինի, նույնիսկ բորձուրը որն է ստեղ հələ 2-3 հատ բորձուր իրար վրա դրած կարակ մտնեք, ամենաներքևի կետը 18 սանտիմետր է, կողքերն էլ ստեղ 18-19 սանտիմետր տեղ կան ու այն բաչոկը ներքև է, ինձ թվում է 18 սանտիմետրից բարձր պետք չի հույս ունենալ, որ ստեղ կունենաք հնարավորություն, բայց թեթև օֆրոդ հանգիստ կարակ մտնեք, հաշվի առնելով, որ ստե փոխանցման տուփը վարիատորա ցեխերի մեջ բուքսավատներ պետք չի անել, բայց ինչ որ սենց դաշտոտ տեղեր հանգիստ կարակ գնաք։ Ներսը մեզ դիմավորում է այ սենց արտաքնով ինտերիեր, իր դիզայնը սենց մի քիչ տարբերվող է, սենց սուր մասեր կա, եկած ինչ-որ ֆորմաներ, բաներ, բայց նյութերի մեջ շատ խնդալու զանազանություն կա, ստե օրինակ ինչ-որ սենց կաշվա նման սենց փափուկ բան է, նույնիսկ տեսնում եք սենց կարեր կան, սիրուն սենց սպիտակ, ստեղ էլ սենց սիրուն սպիտակ, ստե կաշին ուրիշ է, ստեին ավելի փափուկ է, այս ես չեմ հասկանում, այս ինչ պլաստմասա, ինչ-որ կարբոնոտ, լոգիկա ընդհանրապես չկա, ու այս լավ կաշվի կողքը սենց շատ
էժան sense պլաստմասա, ստեղ էլ սա sense պլաստմասաներ բաներ, ու նույնն էլ դրան վրա, ստեղ sense փափուկ կաշիա կարով, ստեղ էլ sense կաշի, ես չեմ հասկանում, եթե ինչ որ մեկը գիտի, ասեք, էսի չէ, էսի իրա ստանդարտն է, քաշել են, ինչ են արել, sense ինչ որ ոչ այնա կարբոնա, ինդուստրիալ ինչ որ sense մետաղի տեքստուրա, չեմ հասկանում, էս ինչա մի հատ ինձ ասեք, էս մասը նորմալ փափուկ է, ստեղ դե չոր պլաստիկը, շատերը նեղվում են, ասում են վայ, ստելա չոր բան, բայց էսի նորմալ է, որտեվ դուզ գալուց միշտ sense ոտերով խփելու եք ու իմաստ չկա sense փափուկ կաշին անել, առանց տեսեք դե լիքը sense եղունգներով մտնել հելնելու, ինչ որ խազած տեղեր կա, այս պատկասում եք ավելի շատ էր խազվելու, եթե այս sense կաշի լիներ, դրա համար նորմալ է, որ ներքևը լինի կոշտ, վերևը փափուկ։ Մեքենայի տեխնիկական հագեցվածությունը ինձ թվում է բավարար է մի բան էլ ավել ստեղ ունի ապահովության լիքը օպցիաներ 360 տեսախցիկն է միացնում դիմացի մեքենաներին մոտենալուց ազդանշանում է եւ կանգնացնում է էլեկտրական կառավարվող ղեկ մուլտի կոճակներ հովացվող նստատեղեր ճիշտ է իր հովացման հետ կապված մի քիչ հարցեր կան մոտս բայց իրանք տաքացվող են հովացվող են ծակ-ծակ են ու որակը կաշվի լավն է այս չգիտեմ իհարկե ինչա ունես տպավորությունա ոնց որ ինչ որ sense պլաստիկոտ արհեստական բանա կարող է այս մասերն է իսկական կաշի ու չեմ կարող ասեմ ամեն դեպքում այս պահի դրությամբ իր տեսքը նորմալ է ոչ մի վնասված մաշված բաներ ստե չկա ու լավ իրանք sense փափուկ են չեն հոգնածնում պատլակոտնիկն էլ է sense կաշի ստրոճկայով ստե ղեկի վրա այս մի անգամից տենում են որ մեքենան պահում է գծերի մեջտեղ ազդանշան մի խոսքով էլ չմանանամ ինչ կա չկա ծովից ծովա ստեղ լյուկ կա պանորամա չի բայց դե լյուկ կա այդ նորմալ է ստեղ իր մենյուների մեջ թաչփադով էլ կարակ ֆրֆրակ են նոթբուքի թաչփադների նման է կլիկ է լինում ստե տարբեր տեղեր կարակ մտնեք տեսեք ստեղ լիքը այսպես բաներ կա ու լավ էլ ճարպիկ աշխատում ասեմ դες ոյ նայ կոնդիցիոներ միացեցինք այս ինչեր են կան ոյ ստրիդը ֆրֆրում ստե կարանք կոնտր ստրայք էլ խաղանք հա ասեք դրանք կարանք հետշոտ անենք ուսանց կարանք ուժեղացնենք դզես ջերմաստիճան լո օրեսի ճարպիկ է ես էս ճարպիկ Հաց չեմ օրը-օրը ինչեր անում կայծակնային արագությամբ մտնանք ինտերնետ չէ խափեց ինտերնետ չենք մտնում ջերմաստիճանը բարձրացնենք էփենք նպաստենք գլոբալ տաքացմանը հայ եմ հայ ինչ ասնենք դուալ մուալ օրեսի ճարպիկ աստ ինչ կանենք մտնենք կողմնացույց որտեղ են գտնվում հյուսիս հարավ արևել կարևմուտ սերժ տանք ինչ անենք favorite էլ ինչ կա ստեղ որտեղ կանենք մենյու տեբյու էս ինչեր է հեռախոս setup կլիմատ օրեսի կայֆ ասում ժամերով խաղամ անգլերեն ֆրանսերեն էս ինչ կանենք փոխենք ստեղ Մի խոսքով ժողում եք գիտությունը լրիվ ստե ճարպիկ աշխատում է Lexus-ներին բնորոշ ժամացույցը, որը իր լյուքսային մոտեցումն է ընդգծում Touch չի, բայց պետք էլ չի, որտեվ էսի ավելի լավ touch-ա ու մատնահետքի խնդիր ընդեղ չեք էլ ունենալու Էս խիա միացել, դե պարզա ես եմ միացրել What? Բարդաչոկ Օ, էս ինչ էլ մեծ է, A4, B4, ինչ A4, ստեղ ինչ որ հանրա գիտարան էլ տեղ կանի Օ, սենց շատ փափուկ է, որ ոչ բան չխկտա, ստեղ էլ ուրիշ բան չկա Ստեղ սենց լավ բարձր է պատլակոտնիկը հարմար է, ստեղ բացում եք, ստեղ լիքը բաներ կան, նույնիսկ սենց լավ սպորտային մեքենա, ստեղ ինչ կա, ծամոն, AUX-ի տեղ, երկու հատ USB, կրակմարիչի միացնելու տեղ, հետևն էլ էլի լիքը սենց տեղ կա, լավ խորնա, մի հատ է սենց շարժվող դարակ ունի, ստեղ ինչ որ արանք կա չգիտեմ ինչ կա ստե ինչ որ պուճուրիկ բարձիկ էս են համար ոսս ձեռը դնեք ու այսպես ֆրֆրակ headshot անեք բան չգիտեմ խիեց headshot-ը հիշեցի բայց երևի իր արագությունից ու սենց միլիսեկունդները շատ արագ են որ սենց գեյմերները քթի մազի նման ասում են մի միլիսեկունդ պետք է լինի հայսի այդ մի միլիսեկունդն է իհարկե չգիտես խի սենց աջ ու ձախ լաբիրինտի նման է տեսախ սենց աջ ձախ վերև սենց կողք ինչ որ մի բաներ պետք է տանենք ինչ ես ուզում ինձնից գժվել է այսքես BMW-ի տեղից դրել սխա սաղլուսերը վառել ստեղ նույնիսկ ֆիզիկա Կան կոճակներ կան իրանք շատ sense հաճելի ձևի սխմվում են այս մասը շատ հարմար է ու կարևորը ֆիզիկական կոճակներով CD-ի տեղ բայց դե դարակ էլ կա կարաք ստե ինչ որ բանալի էլ դնեք բայց ինձ ամենաշատը գիտեք ինչն է բացում լյուքս բոլտերը հələ նայեք sense բռնել ես աբիվկի մեջ sense վատով շուրուպիավորտով ձգել են բայց կարևորը վրան գրածա Lexus այս Lexus-ի բոլտը տենաս ինչ արժի Ասենք ինչի համար, ինչի համար պես դե մի բան ձգել է տոասել արա, բայց ինչ որ փնտի բան եղավ, բայց ոչինչ, եկեք գրենք Lexus, էսի հենց այն է, էլի որ վրան գրում են Lexus, սաղի համար էս ինչ որ լյուքս բան է դառնում, ոչ մեկ չի խորանում, որ էսի sense տլխ պլաստմասա, բայց կարևորը ոչ մի բան չի ճռճռում, լուրջ եմ ասում, անես ձիգա էս ամեն ինչը, նայեք, չկա, ճռճռոց էս ավտոյի մեջ գոյություն չունի, ոչ մի բան չի լղլղկում, ի տարբերություն լիքը գերմանական մեքենաների, շատ որակով է, բան չասեցի, respect, չէ, իրոք
կպնելու տեղ չունեմ։ Էսի երևի երկրորդ ավտոն է, որից շխշխկոց չի գալիս, առաջի ավտոն, էդի իմ հին Touareg-ն է, որ էլի իմ ալիքում իր test drive-ը կա, այդ ավտոն էլ ոնց որ սենց բետոնից հավաքած ելներ, ոչ մի ձեն չէր գալիս, էս էլ երկրորդ ավտոն է, իհարկե նոր մեքենաներն էլ տենց ձեն չեն գալի, բայց դե նորը նոր է, իսկ էս արդեն 6 տարեկան մեքենա է, իհարկե Touareg-ը արդեն 13 տարվա էր ու ձեն չէր հանում, ինչ է, ինձ թվում է էս էլ մի 5 տարի հետո նույն ձևի էլի սենց անձեն ամնալու։ Ջուրիկներ ստեղ կարակ դնեք, ինչ որ բռնելու բաներ ստեղ ունի, նույնիսկ ստեղ էլ կարակ մծնեք եթե ինչ։ Դռների վրա այդքան խորը չեն, բայց ստեղ էլի 1-2 շիշ տեղ կանի, նույնիսկ եթե ուզենք շատ ստե մեծ չէ։ Եթե ուզենք էլ ստե մեկը մեծ շիշ տեղ չի անի, բայց հետաքրքիր ասես միջին չափի crossover-ը, բայց մենակ փոքր շշեր կարակ ստե դնեք 1-2 ու վերջ ու ստեղ անձեռոցիկ, մեծ ինչ փուճուր է ստեղ։ Բնականաբար ստեղ էլ տեղ չի անի, երևի վազելինով է պետք մցնել։ Լիպիստոկներ ստեղ ունենք, նաև փոխանցման տուփից կարանք բարձրացնենք, իջացնենք փոխանցումները, սպորտ ռեժիմ։ Ու հիմա տեսնենք թե հետև ինչքան տեղ կա։ Ստեղ դիմացը կարգավորած ըստ իմ հասակի 1.78 սանտիմետր ու տեսեք ստեղ սենց ահագին տեղ կա ծնկների, կարակ նույնիսկ սենց փրված նստեք, ասեմ ավելին, այս մեջքը լինում է մի քիչ ավելի փրված էլ դնել։ Այսինքն այս առաջի դիրքն է, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Այ 4-րդը արդեն սենց փրված է, այսի դուրս եկավ, էսի այնա ինչը չի հերիքում իմ Q5-ին ու լիքը crossover-ներին, ստե եթե այս պատլակոտնիկն էլ սենց իջացնենք, լրիվ լյուքս է, շատ դուրս եկավ էս հետևը, ստեղ կարանք ինչ-որ բան դնենք, թարամ, բացվեց, ստեղ սենց շշերը կարակ դնեք, 2 հատ նորմալ կբռնի, դռների վրա ստեղ մի հատ շիշ, բայց ստե ինչ-որ մի քիչ լենա, կարող ստե մեծը տեղանի, մեծ արի, տեղ եմ կթե քեզ, չէ, էլի հա, նու մի կեպ սենց վազելինով էլի նման մծնել ստե, այ, հանել ա պետք, մի խոսքով դռների տեղ ես մեքենայի մեջ այդքան շատ չի, բայց ստեղ նայեք, չկա են թունելը ու լավ ցածր է ու ստե երրորդ հոգուն բավականին կոմֆորտ կլինի։ Ճիշտ է, ստե car seat-ա դրած, մեջքը այդքան էլ փափուկ չի ինչքանես, բայց ստե տեսեք, էլի ծակ-ծակ, ու հովացում ստեղ չկա, բայց ինքը պերֆորիրованный է։ Ստեղ գրպաններ կա, ու ինչ լավ է, ստեղ սենց ընդհանուր փագանես, չեմ սիրում են գերմանականների են սոխ սխտորի ցանցը, որ ստե դնում են։ Լուսիկ, ստե լեդ է ու soft է, լյուքս։ Այս կարա սենց պարկի ու լինի ուղիղ նստած Վայ, հեռախոս կտանք, Տենաս ինչ որ մեկը ստե հեռախոս կորցրել էր, մաղարիչ պետք է անեք ինձ iPhone կթա։ Ինձ թվում է հաստատ ստե մեկը կորցրել էր։ Անջատվածա չի էլ աշխատում, ակումուլյատորը նստել, այս հաստատ կորցրել են։ Ինչև է, տեսնում եք ինչ խերով ավտոյա մեջից հեռախոս էլ ա լինում գտնել։ Հələ գնանք Բեռնախցիկից տենանք ինչ կարանք գտնենք։ 3 ու 4 ու 5 ու 6 ու 7 ու 9 ու մի օր բացվեց։ Բեռնախցիկի խորությունը նորմալ է ըստ էս դասի, բայց այս մասը, չգիտեմ, մի քիչ ոնց որ սենց նեղ է, իհարկե այս ամեն ինչը լինում է հանել։ Հանենք հələ տենանք ինչքան է տեղ մեզ տեղ ազատում։ Հա, սենց արդեն ծավալը ահագին է։ Հետաքրքիր է, ստեղ պարկել կլինի, տեղ կանի, բոյես։ Հələ Հա, հանգիստ մեջը կարելի է գիշերը, ուղղակի այս նստարանը մի 10-20 սանտիմետր առաջ է պետք բրցել, ուստի նորմալ մատրասով կարակ տեղանեք։ Ռեզինը հելավ, Toyota-ն մի տեպտի երևար, թե չէ։ Հա, Lexus ենք ասում։ Չէ, Toyota-ն մնում է Toyota, որ մի գերմանականի մեջ էսի սենց դուրս կգա։ Ինչև էլը տեսնենք, ստեղ ինչ կա, Ստեղ ինչ որ սենց գլխարկ կա, ինչ որ չոտ կա, այս էլ երևի նրա համար է, որ սենց դնեք ու սենց ձեզ մենակ չզգաք, եթե հայտնվել եք սենց չոլերի մեջ, ու իհարկե գժի կայֆ է տալիս սենց ինչ որ մեկի հետ խոսել, բայց ինչև է, ստեղ ընկեր ունեք։ Տակը ստեղ բացվում է մեզ մոտ, տեսակ հիբրիդների վրա էլ գազ կա։ Ստեղ ինչ որ բիպ կա, վաչի դարակ, ստեղ էլ ինչ որ դարակ կա, ինչ որ գործիքների տեղ, հələ տեսնենք, ստեղ ինչ կա տակը, ամբողջական պայստային ակ, չէ, էսի դակատ կա է, բայց փչած է, տեսնում եք, ես սենց կարակ քանդեք ու հանեք միանգամից հավաքեք վրեն, ընդեղ էլ սենց ինչ-որ խուց կա, մարդկոց, էս էլ իրա գործիքներն ու դանկրատը,
Ընտիր։ Գերվի սրա համար է բեռնախցիկը մի քիչ փոքր լիտրով, որովհետև այսքան տեղ, հələ տեսեք, sense ձեռս միջև ստեղ մտնում է, բարձրացի ամեն ինչը տեղա զբաղացնում, քանդինգ, ջարդինգ, փշտինգ, այ մարդ, ինչ ենք անում։ Օրինակ իմ քյուինգի մեջ այս մասը շատ տուպոյ ձևի է արած, բայց դե տեսեք ինչ հարմար է, հանգիստ sense կարաս գցես, հանես, ասել sense ինչ որ ճիշտ սարքած է։ Սաբը փաստորեն ստեղ է, հիանալի է։ Քացով չի փակվում։ Փակվում է։ Ոս բռնակները շիշ մեծ է, ոնց որ չստիկներ են։ Էս երևի պետք է ասած ուժեղ քաշենք որ բացվի։ Բացեցինք։ Ռոզովի։ Էսի լյուքսային փոշի է նայեք։ Տեսեք լյուքս փոշի։ Lexus Hybrid Drive 2.5 լիտրանոց 4 ցիլինդրանոց սովորական ատմոսֆերային շարժիչ, ստե երևի իր հիբրիդային եղած չեղածն որտեւեսի ոնց թե հասկանում եմ ինչ որ հոսանքի կաբելներն է, չեմ ուզում ոչ մի բանի ձերտամ, սենց կեղտոտ փոշը հասկացանք լյուքսային փոշի, էս երևի օդի ֆիլտրն է, տնաս վերջ անգամ երբեն ստե մտե փոխել ինչ որ մի բան, դե ամեն ինչ շատ զզվելի է, ստեղ տեսնում ենք գառնանային շունչը, բայց էսի մի ցակ շունչը փչած գարուն ոնց որ լինի, տեղել շունչը փչած աշուն ենք գտնում, ասեմ ձեզ իրականում ստեղ այդքան էլ լյուքսային տեսք չունի, որտեղ ստեսենց պետք է փագած լիներ բան, ստենց բայց ինչ որ է կարևորը ստե նկարածա թաթիկով ձեր տալ չի կարելի։ Վсё, մենք էլ ձեր չենք տալիս, մերսի, ստեսություն։ Իսկ ընդհանուր առմամբ այս ֆորմաները կոչվում է դզող փչողների գիշերվա սարսափ։ Հերիք չի բեռնախցիկն ու կապոտը ալյումինիա, մի հատ էս նենց ֆորմաներ են, որ հանգարց եթե ինչ խփեք իմացեք, նո դուք չէ, բայց ձեր արհեստավորները տառապելու են, բայց շատ հավես է, որտեղ սենց պլաստմասաներ է դրած, ինչը իրան քարերի խազելուց ապահովում է։ Ստեղել։ Նո ստեղ ինչ որ զազոր կա, երևի ստեղից ինչ որ ուդառա կերել։ Օրա, էսի էլի կապավ։ Այս մագնիսը որ կապնում է։ Իսկ հիմա քշենք տենանք ընթացքի մեջ ոնց է։ Սա սխմում ենք, սենց ղեկը գալիս է առաջ, նստարանը բերում է ձեզ ղեկի մոտ, ստեղ չոր սենց հետաքրքիր բաներ են։ Մի անում, ես մի քիչ չեմ զգում ինքը միացել է, թե չէ, բայց ենթադրում եմ միացել է։ Մեր թողենք գնա առաջ, ջերմը միացել է։ Միացել է։ Ամրագոտին գցում ենք, ես պուֆիկը կարանք կպցնենք ամրագոտուն։ Պուֆիկին էլ ամրացնենք։ Լող։ Ես մեքենան որ սենց լողում է, ես պատկերացնում եմ RAV4-ը ոնց է լողում։ Նո պատկերացնել պետք չի, քշել եմ ոնց որ լոդկա քշեք։ Հələ Lexus-ը մի քիչ ավելի հավաքված է իրան պահում, քան RAV4-ը։ Նստատեղերը ինձ հովաստում է, բայց մի քիչ անհավասար, ոտիս այս մասերը ավելի շատ է սառում, քան մեջքս ու 5-րդ կետս, 5-րդ կետ, գիտեիք որ դա տենց է կոչվում։ Նստատեղերը սենց հավես, փափուկ, գրկող, սենց շատ հաճելի է ձեր դիրքը, ոտքերի դիրքը, ոնց է ղեկը բռնում, ընդհանուր այս ամեն ինչը իրոք լավն է։ Երևում է որ շեշտը կոմֆորտի վրա է այս մեքենայի մեջ, չնայած որ նստարանները կողքից ձեր մեջքը ամուր գրկում են, նենց չի որ թողում են շատ լողակ, եթե նայեք տեսեք ստեղ սենց ահագին ընդգծված է։ Ղեկը մի քիչ բարակոտ է ձեռներիս մեջ, բայց որ սենց ուռուցիկ մասեր կա, հաճելի է ստեղից իրան բռնելը։ Ու այս մեր քաղաքային անհարթ ճանապարհների վրա ինքը բավականին կոմֆորտ է, նենցա լրիվ հերիք է ու RAV4-ը ինձ թվում է անիմաստ փափուկ ու լողացող է, որտեվ այս արդեն ինքը սենց փափուկ, լողացող, նույնիսկ այս սենց տեղեր որ սենց մտնում քշում եք, ինքը ահագին սենց կոմֆորտ է իրան պահում, նայեք որ դրանք եմ մտել, ոչ մի կտրուկ դղդղկոցներ չի գալիս։ Պարզա գնային սեգմենտում երևի RAV4-ը ավելի շահավետ է, որ մարդիկ RAV4 են նախընտրում, քան Lexus-ը, բայց կառավարման առումով ինձ թվում է Lexus-ը քշելը ավելի հաճելի է, բայց ընդհանրապես իրան համեմատել պետք չի ոչ X3-ի հետ, ոչ Audi Q5-ի հետ։ Նրանք ի տարբերություն էս Lexus-ի ոնց որ սպորտ սեդաններ լինեն, որոնք նաև կոմֆորտ են։ Ոստեղ արդեն կոմֆորտը հարաբերական է, ով ինչքան կոմֆորտ է ուզում։ Եթե ինչ որ մեկի համար կոմֆորտը փոսերի մեջ sense լողլղալն է, то հա, ուրեմն էդի կոմֆորտն է ու այդ դեպքում չգիտեմ, կարելի է գնալ, ասենք Cadillac առնել, հա, որտեվ Cadillac-ը սրանից ավելի լողացող է։ Բայց ըստ ինձ միջին չափի crossover-ը ինքը պետքա պահի այդ բալանսը քաղաքային սեդանի եւ ամենագնացի մեջտեղը։ Մութ ժամանակ սենց տեսք ունի, ճիշտ ասած ինչ որ ambient լույսեր բաներ ես սենց չեմ տենում, սենց ինչ որ սպիտակ, կապուտ ու ոչ մի ուրիշ հետաքրքիր բան։
Ստեղ տեսեք նույնիսկ ցույց է տալիս, թե կախված ձեր քշելուց ինչ ձև է մեքենան խնայում ձեր բենզինը, երբ օգտագործում էլեկտրական շարժիչ, երբ այն լիցքավորում, երբ ավելի շատ ծախսում հոսանք, երբ ավելի շատ ծախսում բենզին, ու կախված այնից թե ոնց եմ արագանում, ոնց եմ սխմում գազի ոտնակը կամ ոնց եմ արգելակում, ըստ դրա սա ձեզ ցույց է տալիս։ Գիտություն է աշխատում։ Ձայնամեկուսացումը լավն է, մեկ կողքի մեքենաների աղմուկը այնքան թույլ է լսվում, կարելի ասել համարյա չի լսվում, նույնիսկ եթե ինչ-որ մի թեթև երաժշտություն միացրած լինեք, ոչ մի այս աղմուկը ներս չի լսվում, ակերից էլ առանձնապես աղմուկ չի գալիս, մի քիչ էս իր շարժիչների, դինամոների, ինչ-որ սենց հոսանքի, շարժիչի սենց ինչ-որ նվոցներ, բաներ տենց ձեներ է գալիս, եթե մի քիչ ավելի դինամիկ է քշում, մատորի ձենն էլ է լսվում, բայց այն ինչը վերաբերում այս դրսի աղմուկից, ահագին քիչ է ներս թափանցում։ Ստեղ կարակ նայեք ձեր ակի ճնշումները, իր միջին ծախսը, հեռահարությունը, բայց ասենք ինձ հարմար է, երբ որ ես տեսնում եմ կիլոմետրերը, նայեք ինչ ձեն է գալի։ Եթե ուշադիր նայեք, այս մոդը փոխելուց այս տախոմետր կոչվածը իր դիզայնը փոխում է։ Տեսեք, ստեղ ցույց է տալի շարժիչի պտույտներով, այն ինչը նորմալ մեքենաների մոտ է, հա, բայց նորմալ մեքենաների մոտ ստե 0 ցույց չի տալիս, մի վարքյան, այս ինչ եղավ նոր։ Իչավ 0 այդ նշանակում է հեսա ինքը օգտագործում է լրիվ իր հոսանքը, բայց հենց թեթև գազի ոտնակին կպնում եք, սկսում է աբարոտներ ցույց տալ, նո է սպորտ ռեժիմն է, բայց ձենը շատ զզվելի է շարժիչի։ Սպորտ, այս մեքենան ընդհանրապես սպորտի մասին չի։ Ինքը կոմֆորտ միջին չափի քրոսովեր է։ Եթե սենց խցանումներով եք գնում, իրան ճիշտ է քշել էկոյով, ստեղ եթե ձախ ենք թեքում, տեսեք ստեղ փոքր գրում է կանաչով էկո, էսի շատ հանգիստ ու մաքսիմալ խնայելով է ձեր վառելիքը քշումն ու վառելիք հոսանք սենց խառը ոնց պատայի քշում է ու լավ խնայում է։ Մի հատ այսենց իրան սխմում եք, ինքը գալիս է նորմալ մոդը, այս հիմնական իր քշելու ձևն է ու ասեմ բավականին այդ նորմալը աշխատում, բայց եթե սենց պրոբկեքի մեջ եք, այս դրեք էկո իմաստ չկա, որովհետև էս է լինելու ձեր արագությունը։ Կերիայի նման գնալու եք կանգնեք, կարակ հանգիստ ինչ-որ երաժշտություն միացնեք, դիրքը հարմար, նստատեղերը հարմար, ու սենց ուղղակի միակ բանը, որ կորցնելու եք, հետի ձեր ժամանակն է ճանապարհներին, մնացածը հանգիստ ձեր համար սենց կարակ գնաք։ Տեսադաշտը լավն է, սրանք չեն խանգարում հայլիների արանքից հետիոտներին կարակ հանգիստ նայեք շրջադարձների ժամանակ, հայլիները փոքր չեն, հետադարձի հայլին նորմալ ամեն ինչը ցույց է տալիս, հետևը ապակին նորմալ թույլ է տալի, որ ամեն ինչ տեսնեք, այսինքն քաղաքային վարելու համար այս մեքենան ամեն հարցում հարմար է։ Մանավանդ եթե դուք հանգիստ վարորդեք։ Եթե դուք փողոցներին մի օր Lexus-ին ճամփատակ ու ինքը ձեզ շնորհակալություն չասի, իրան կարելի է ուղղակի թաց տրապկայով ծեծել, որովհետև այս կոճակը ամենահարմար սխմվողն է այս սաղ կոճակների մեջ։ Տեսեք, եթե նույնիսկ ձեռս դնում եմ ղեկին, դեպի իրան նայեք, միթիզ ասես ճկուտով էլ կարամ մերսի ասեմ, եթե ձեռս դրածը падլակոտնիկին սենց էլ է մատս հասնում, ես ասենց հարմար վթարային ազդանշանի կոճակի դիրք ոչ մեքենայի մեջ չեմ տեսել։ Նույնիսկ իմ Q-ing-ի մեջ սենց մի քիչ սենց պետք է սենց ձգվեմ դեպի առաջ, իսկ ստեղ սենց ոչ մի բան չեք անում, ձեր chill դիրքի մեջ նստած հանգիստ սենց ճկուտով էլ կարակ սխմեք, սենց էլ կարակ սխմեք։ Ու ասեմ ձեզ, իր ապահովության համակարգը շատ լավ է աշխատում, հենց մի քիչ շատ եք մոտենում դիմացի մեքենային, միանգամից ազդանշանները միանում է, 360 տեսախցիկը միանում է, ու ստեղ նույնիսկ ցույցել է տալիս ինչա տեղի ունենում, ու ստեղ իհարկե լինում է անջատել, այ հեսա այդ համակարգը, բայց ավելի լավ է իրան թողեք միացրած, եթե ինձ ձեր աչքը հանգարց կպնի այս մեքենայի մեջ, ինչը հավանականությունը շատ է, որովհետև շատ սենց հանգիստ է, իհարկե սրանից շատ ավելի հանգիստ մեքենաներ կան, բայց մեկը ստեղ էլ կարակ պահի տակ անջատվեք, իսկ ինքը համալրված է լիքը ապահովության համակարգերով։ Բայց հետաքրքիր որ ներքև վերև չի լինում այս փուչիկի իջացնել, սենց ուղղակի փչում է առաջ հետ։ Սա առաջ անգամ եմ տենում, որ փուչիկ լինի, որը մենակ հետ առաջ փչի, այսինքն վերև ներքև այդ փչած փուչիկը չի լինում կարգավորել։ Զատո ստե պոյն սենց բաներ է լինում անել։ Նա ինչ որ տխուր փուչիկներ են։ Մեկ էլ նկատում եմ, որ եսի քաշում եմ, ոտս տորմուզին դրած սենց բան է անում, դղրդում է։ Չգիտեմ, ինչ կապ ունի ես նրա հետ։ Եկել ուզեմ հասկանամ, խա ես 19-20-ի տակ գնում եմ, բայց թե ինչ որ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-ի տակ 6-րդ սկորուստ վրա զերմա, որ fake է։ Նու fake նկատի ունեմ, փոխանցման տուփը նորմալ ավտոմատ չի, վարիատոր է, որի մոտ շատ պայմանական են այս
փոխանցման տուփի աստիճանները։ Բայց այս նստատեղերի հովացումը երևի իմ տեսած ամենավատ հովացումն է, որովհետև ստեղ 100 ժամը միացրած է ու ես երկար ճանապարհ արդեն խցանումներով գնում եմ ու մենակ ոտքերիս այս դիմացի մասն է սառել, այսինքն այստեղ սառն է, ստերանք ինչ որ չգիտեմ, ես ոչ մի բան չեմ զգում ու ասեմ ձեզ նույնիսկ քրտնում եմ։ Lexus Բայց էսի շատ սենց հարմար է, օրինակ սաղ մեքենաների մոտ սենց եք, չէ, սենց սխմում ամեն ինչը, ստեղ այս սենց ասես, դաշնամուր նվագելու նման ասես, դան, մեքենայի տորմուզները դուրս չեկան, որովհետև շատ սենց խմորոտ են, պահկա սենց լավ է բռնում, պահկա սենց սխմում ես, զգում ես շատ սենց փափուկա ու ասենք քանի որ ես սովոր եմ իմ մեքենաների, գերմանական մեքենաների վրա իրանց տորմուզի ձգությանը, ստեղ ասենք մեկ-մեկ սենց անակնկալի եմ գալիս ու մի քիչ ես թեթև ստրեսի մեջ եմ լինում։ Իսկ երբ խցանումներից դուրս եք գալիս, այս էկո մոդը պետքա փոխել նորմալի, այսինքն մի հատ սխմում եք, մեքենան վերադառնում է նորմալին, որտեղ սենց ժամանակ էկո մոդով քշելը շատ սենց դանդալոշ, կիսամեր, բայց սենց ճանապարհներին մեքենան այսպես վերև ներքև լող ունի, մի թեթևել աջ ձախ, իսկ օրինակ X3-ը կամ Q5-ը իրանց լրիվ սեդանին ման սենց գետնին կպած են պահում, այս սենց մի քիչ այդ լողլղացող բանը ունի։ Իհարկե եթե համեմատենք ամերիկյան ամենագնացների SUV-ների հետ, ինքը իրանց համեմատ ահագին ստաբիլ է, նույնիսկ լիքը ճապոնական մեծ ջիպերից էլ է ավելի ստաբիլ, նույն Toyota RAV4-ից էլ է ինքը ավելի ստաբիլ։ Իսկ հիմա եկեք դնենք սպորտ ու տենանք իր կյանքում բան փոխվում է, թե չէ, ոստս մի անգամից կարմրեց, մի քիչ ակտիվացավ։ Բայց մոտս դες տպավորությունը ոնց որ սպորտ դնելուց մենակ ձենն է բարձանում, բայց այս գնալու տպավորությունները նույնն է։ Ինձ թվում է ավելի ցածր արագությունների ժամանակ ակտիվ կզգա գազի ոտնակը սխմելուց, որ ինչ որ բան է տեղի ունենում, բայց սենց 80-90 կմ/ժ արագության դեպքում, երբ որ սպորտ դրած ինչ որ բան եք սխմում, օրոյս ինչ ուժ զարթնեց։ Իսկ եթե ուզենաք վազանց անեք, սենց սխմեք թարթիչը, սխմեք 3 վարկյան հետո նոր սպորտ ուր ես։ Ալո, սպորտ։ Կարող ես տեա սպորտ, ես բարդաչոկը ոնց է բացվում, չգիտեմ որտեղ են կորցրել։ Սպորտ, կարող է ոտերի տակա, կարող ես դռների մեջ է սպորտ։ Վայ ենա, անդե պուչուր գրած է սպորտ։ Եկ ոնց է զինս գրած, սպորտ, գնա, սպորտի հետ կապ չունես։ Ինքը շատ ձանձրալի մեքենա է, բնավորությունը սենց սկալի ասել գոյություն չունին ու բնավորությունը այս կամֆորտն է, հանգիստ կամֆորտ, պուպուշ, էկոնոմ, ակտիվ քշելու համար ու հենց մեքենա վարելուց հաճույք ստանալ ես մեքենայում 0 է, 0։ Հիմա տեսնենք այս ոլորաններին ոնց է իրան պահում, ճոճը բանը, օհո, ես հələ 90-100 ավել չեմ գնալու, որտեվ չեմ ուզում ոչ մի բան խախտեմ, չէ, սենց զգում եմ ոնց են ակերը ծալվում, են պրոտեկտորների կողքից սենց հազիվ է դիմանում, արագությունս ես իմի 95 եմ եթում ու չայնի եմ ելնում։ Ինձ թվում է եթե այստեղ լասիննի տեստ լիներ, որ տենց տեստ կա, պետք է սենց արագ փախցնես ու էլի վերադասավորվես, այդ տեստում եթե այնտեղ լոսին էլ է հավքելու, մնացածին էլ է հավքելու, ես ինչ արա, որ ես ինչ վախենալու է ճոճում ես մեքենան, ստաբիլություն, սպորտ, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք։ Նա ինչ խոսք, Nissan Rogue-ից ու Jeep Compass-ից ավելի սենց դինամիկա ինքը ու անհամեմատ հաճելի է իրան քշելը, եթե տենց համեմատենք, բայց եվրոպականներից կիլոմետրերով հեռու է։ Ռազվարոտից էլ է երևում, որ ինքը Toyota է։ Տեսնենք ոնց է մաքրում, լյուքսային ցպնիչ կա ստեղ։ Օրինակ ես շատ եմ սիրում, որ սենց սփրեյ նման է փչում։ Չեմ սիրում, երբ որ սենց գծիկներով է փչում ու մի գիծը ծուռալու, բայց սենց ցպնում է հետևի մեքենայի վրա։ Ոնց որ արածա դախ գերմանականների վրա։ Չնայած BMW-ինը տենց չի, բայց Mercedes-ինն է տենց, Audi-ինն է տենց։
Volkswagen-ինը տենց չի, նույնիսկ Golf-ինը տենց չի։ Նած տեսնենք ոնց է մեքենան լինում քշել off-road-ում։ Նու, եթե կարասան off-road ասել, վահ, այս ցեխերը ինչ սղլիկ են։ Լավա գոնե մեքենայի տակ ձմեռային ակա դրած, թե չէ կապ չունի 4 քաշող մեքենան լրիվ բան կաներ։ Բուքսավատ։ Давай։ Օպա, ապրես, կստելիք ասած մանր քարեր կան, նո, այդքան էլ մանր չեն, ստե կարելի հանգիստ ակը ճղել, ինչ որ բաներ լինում այս մեքենայով անել, գնում ամեն դեպքում հաշվի առնելով որ տակը սղացող ցեխ է, ինքը նորմալ 4 քաշողը աշխատում է, լավ փափուկ է, փափուկ, կարելի է, սենց բաներ կարելի է անել, կարևորը առանց ֆանատիզմի, այստեղ սենց լավ փոսոտ տեղեր է, ահա, այստեղ ցեխա, հուսով եմ կհելնեմ, մի քիչ թափով գազ տամ, չմնամ ստե ավեշ չկա, որ այստեղ խորը ցեխա, հետ, օպ, գլուշից էլի բաչոկներ, տեսակ, այս ցեխերի վատեին է, որ մեքենան ըստ գրավիտացիայի աշխատում, այլ ոչ թե դուք որ կողմեք պտտում ձեր ղեկը, ոնց իներցիան տարավ, այդ կողմ գնալու է, այդ ինչ որ փոսը ըստ գրավիտացիայի գրալու եք փոսը, կապ չունի ձեր ակերը հյուսիսը, հարավա, էական չի աճձախ, բայց բանա գլուշից էլի բաչոկը լավ ցածր, զգում եմ խոտերի վրա գցվում է, ես այս մեքենան այդքան էլ չէի նախատեսի off-road-ի համար։ Օրինակ Jeep Compass-ը ավելի լավ է սենց տեղեր անցնում, որտեղ իր տակ ավելի բարձր է ու տենց կախնգած կետ չունի կենտրոնում։ Այսի մի քիչ սենց ինչ որ զգացնել է տալիս, որ ինքը շոտեկի պարկետնիկ է։ Գրային տվյալները 0-ից 100 պետք է լինի 9.3-ից 9.5։ Ես գտնվում եմ ապահով անմարդաբնակ տեղ, ու հիմա ուզում չափեմ, տենամ ռեալ ինչքան է այս մեքենան գնում։ Դրա համար օգտագործում եմ դրագի սարքը, վերջ, տեղով սպորտա, փոխանցման տուփը սպորտա, ESP-ն անջատված է։ Ստե արդեն դիք է։ Հելը չի հասել։ Վայ 19 reset և գնացի ոնց որ պիլիսոս աշխատի գնա շուտ արա պրծի օրը ճաշ դարավ չեիմ ավելի վատել 12-80 կանից տակածավ, մերավ, չէ, կաշմարա, արի էլ կեզ խայտարակ չանենք, 19-ով բավարարվենք։ Իսկ հիմա գրանցվեք իմ ալիքին, որպեսզի չկորցնեք ինձ ու օգնեք ալիքի զարգացմանը, իսկ ես ամփոփեմ ու տեսնենք ինչ ստացվեց։ Մեքենայի բացասական կողմերը։ Առաջինը, մեքենայի արգելակման համակարգը վատն է։ Ուղղակի վատն է, սխմվում է շատ փափուկ, արգելակում է ոչ ստաբիլ։ Ու ոչ, դա այս մեքենայի խնդիրը չի։ Դա վերաբերվում է մեծ մասի Toyota-ներին ու Lexus-ներին։ Հիմա ոնց ուզում եք այդ մտքի հետ ապրեք։ Մեքենաները ծանր են, արգելակման սկավառակները փոքր։ Յոլա գնալ կլինի։ Կամ պետքա մնացած Toyota Lexus քշողների նման փոխեք եւ դնեք ավելի հզոր տարբերակ։ Շարժիչի ձայնը նման է բլենդերին, հզորությունն էլ այնքան որ։ Նստատեղերի հովացումն էլ յա եղած, յա չեղած։ Դրական կողմերը։ Մեքենան կոմֆորտ է ու ապահով։ Անկախ իրանց կոմպլեկտացիաներից, իրանք լինում են լավ հագեցած օպցիաներով։ Հետևի նստատեղերը իր դասի համեմատ ընդարձակ են ու հարմարավետ, չեմ կարա չնշեմ, թե ինչքան հարմար, արագ ու պրակտիկա աշխատում իր մոնիտորի touchpad-ը, այն շատ տպավորիչ է։ Անկախ իր տեղ-տեղ էժան պլաստիկներից սրահը հավաքած է որակով։ Ընթացքային մասն էլ ամուր է ու կոմֆորտ Երևանի ճանապարհներին։ Ում համար ավելի նպատակահարմար կլինի այս մեքենան։ Այն ընտանեկան է, առօրյա, հարմար է վարել թե քաղաքում, թե քաղաքից դուրս, կհամապատասխանի հանգիստ վարորդներին, որոնք գնահատում են կոմֆորտը։ Չի համապատասխանի այն վարորդներին, որոնք մեքենա վարելու process-ից ուզում են հաճույք ստանալ։ Այս մեքենան անհոգի է։ Կարելի է այն գնել որպես առաջին մեքենա։ Եթե իր բյուջետը ձեզ հարմար է, այո, այն վարելը շատ հարմար է եւ ունի լիքը ապահովության համակարգեր։ Մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Անկախ նրանից, թե ինչ լեգենդներ են պտտվում Lexus-ի հուսալիության մասին, մեքենան գնելուց առաջ պետք է մանրամասը ստուգել բոլոր հանգույցները, որովհետև իր պահեստամասերը այդքան էլ էժան չեն, եւ լավ կլինի, որ խփած կամ ջրի տակ մնացած մեքենա չվերցնեք։ Իր էլեկտրոնիկան բարդ է։
Իսկ հիմա համեմատենք իր պարամետրեր իմ ալիքում test drive արած մեքենաների հետ։ Կհամեմատեմ իր ստաբիլությունը, արագացումը, փափկությունը եւ անցունակությունը։ Կարող եք տեսանյութը կանգնեցնել եւ նայել։ Ինչևէ, այսօր այսքանն էի պատրաստել ձեզ համար։ Հիշեք, որ չկա վատ ավտոմեքենա, այլ կա անհամապատասխան ընտրություն, իսկ ես ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն առայժմ։